դու խաղաղություն կարող ես հաստատել ոչ թե քեզ թշնամաբար վերաբերվող պետության եւ ժողովրդի հետ, այլ հագարագործի հետ։ Գոլդեմեյերն է ասել, չի կարելի խաղաղության մասին խոսել մեկի հետ, ով երազում է քեզ սպանել, վերջ։ Դա ասել է Իսրայելի առաջին վարչապետներից մեկը։ Բեն-Գուրիոնից հետո երկրորդ վարչապետն է եղել Իսրայելի։ Մարդը ասում է, չի կարելի խաղաղության մասին խոսել քո մահը երազողի հետ։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ ներկայացնել որպես պատերազմի հրցիկ մինչև հիմա։ Հիմա ինքը եկել է խաղաղություն հաստատելու տարբեր կեղծ մեթոդներով, օրինակ մենք բոլորս գրեթե նույն տարիքի ենք կամ ես մի փոքր ավելի մեծ եմ ցեզանից, բայց դուք բոլորդ էլ քաղաքականությամբ հետաքրքրվել եք, գիտեք, զբաղվել եք, կարտացել եք, դուք 30 տարիների մեջ լսել եք, որ Ադրբեջանի որևէ պաշտոնյա հարցմենակ նախագահները չեն, հայտնեն, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 91, 96, չգիտեմ 99, 2016 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իմացել եք այդպիսի բան։ Իհարկե, որտեղ ղեկավար դա այդ հիմնարկուտը չի կերել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փորձում է աբացուցել, որ Ադրբեջանի 4 նախագահները, նրանց կառավարության արտգործնախարարները դեբիլ են եղել, չեն հասկացել, 4-ից գոնե մեկի մասին Հայաստանը, չէ, Ալիևն էլ է դեբիլ եղել, ինքը հերն էլ է դեբիլ եղել, տղեն էլ է դեբիլ եղել, իր նման ստրատեգոսը եկավ իշխանության ու պարզեց, որ Հայաստանը 91 թվականից ի վեր ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հասկանում եք, մեր ողբերգությունը սրանում է, որ մեր հասարակությունը մի հատ չի հարցնում, թե լավ, բայց 30 տարվա մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ադրբեջանցիները չգիտեին, Նիկոլը Բլիքար այդ մասին ասեր մեզ ու բոլորին տեղյակ պահեր։ Մեր խնդիրը հենց սրանում է, որ մենք պարփակված, ժեխնյուսեր, նիկոլական լրատվամիջոցներ նայող հասարակություն ունենք, որը այն կողմ չի նայում, այն կողմ չի շարժվում։ Ասենք 1000 անգամ ասում ես Ալմատայի դեկլարացիայով Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն ստորագրվել է 10 վերապահումներով։ Ու ընդհանրապես Մինսկի խումբը ձևավորվել է կոնկրետ վերջնական Արցախի կարգավիճակի ճշտման համար։ Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը ինչի չի բացահայտում, թե 19 թվականին 2019-ի մասին է վերջին բանակցություններն են։ Ինչ է առաջարկել Մինսկի խումբը։ Դե նախագահները նույնպես չէ ասում էին հրապարակել հենց չի անում։ Չի էլ անելու, բայց գիտեք չէ խնդիրը որն է։ Ես ասեմ ձեզ։ Դա մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն է եղել, որտեղ կոնկրետ կա կետ։ Արցախի կարգավիճակի հարցը որոշվում է նոր պլեբիսցիտով, որը պարտադիր է Ադրբեջանի, Հայաստանի եւ այսպես կոչված համաշխարհային հանրության համար։ Բայց այդ պլեբիսցիտը շատ հետաքրքիր ձևաչափով պետք է անցկացվեր։ Այդ պլեբիսցիտին պետք է մասնակցեին, ուրեմն Արցախի բնակչության այն թվականակը, որը եղել է 1989 թվականի Խորհրդային Միության վերջին մարտահամարի տվյալների համաձայն։ Լղիմի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը 76.4% հայեր, 22.4 ադրբեջանցիներ, 1.2 այլ ազգեր։ Հիմա ուզում եմ հարց տամ, կա որևէ մեկը Հայաստանում, ով կարող է այնպիսի հիվանդ ուղեղ ունենալ ու նշել, որ ասենք 76% հայերից, ասենք 30%-ը դեմ էր արտահայտվելու, ուրեմն Արցախի անկախությանը։ Դիդավորյալ ասում են, այդ թուրքերը հետ էին գալու Արցախ ու մեխանիկորեն կփոխվեր էթնիկ կազմը Արցախի, չէ, այդպես չէր լինելու։ Թուրքերը հետ էին գալու պլեբիսցիտից հետո, եթե ցանկանային։ Խնդրեմ, եթե Արցախը անկախանար, ադրբեջանցիները հետ կգային Արցախ, իհարկե ոչ։ Ես չեմ կարծում, որ որևիցե ադրբեջանցի հետ կգար Արցախ։ Այնպես որ այսպիսի մանր, բայց շատ կարևոր հարցերը կեղծելով, թեմաները կեղծելով Նիկոլը մինչև հիմա ուրեմն սողոսկում է, ինչ որ կեղծիկներ է հնարում, մանիպուլյացիաների է դիմում եւ պահում է իշխանությունը։